Շնորհակալ եմ Տեր, որ Դու հայտնաբերեցիր այս խոսքը, որպեսզի ուսումնասիրենք եւ առավելի գիտություն ունենանք։ Ով փառահեղ Աստված, ով հայրերու հայր, թագավորներու թագավոր, մեր կյանքի աղբյուր, մեր սիրո աղբյուր։ Հալելույա, ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր այս խոսքի հիմնան վրա պիտի ուսումնասիրենք Օվսիա 4-րդ գլխու 6-րդ համարը։ Իմ ժողովուրդս գիտություն չունենալուն համար փնաչին չեղավ, որովհետև Դու գիտությունը մերժեցիր։ Ամեն։ Սիրելիներս, նկատեցեք, այս խոսքը մեզի ցույց կտա, որ Աստված չսեր իմ ժողովուրդս թշնամիներուն պատճառով գործանվեցավ, կամ աղքատության պատճառով գործանվեցավ, կամ հալածանքի պատճառով գործանվեցավ, այլ գսե գիտություն չունենալուն պատճառով գործանվեցավ։ Սիրելիներս, մենք գիտությունը որտեղ են գարնենք, եթե չգարթանք Աստվածաշունչը։ Գիտեք, եթե ովևէ մեկը անհանգստանա, բժիշկի գերտա չէ, եւ ինչ որ բժիշկը գսե, այդ տեղը պիտի առնես, ջաշեն առաջ այսպես պիտի առնես, կամ ջաշեն վեճ այսպես պիտի առնես, եւ մենք ուշադրություն կնենք, որպեսզի բժիշկին ըսածները կատարենք, որպեսզի մեր ֆիզիկական մարմինը առողջ պահելու համար։ Այո, ադի շատ լավ է, բայց մեր հոգևոր սնունդն պետք է չէ, ավելի կարևոր է։ Եթե մենք մի քանի օր ջաշ չուտենք, 2 օր, 3 օր մենք մեր սնունդը չառնենք, մեր ֆիզիկական մարմինները կտեսնանք չէ դգարանա եւ կսկսի առավելի օր դգարանալ։ Ուրեմն մեր հոգիներն ալ նույնպես հոգևոր ջաշ պետք է։ Այդ հոգևոր ջաշը մեր տեղահատը Աստվածաշունչն է, սիրելիներս։ Միայն քարոզ մտի գնելով չենք կերակրվիր։ Ամեն անհատ պետք է ճանչնա ճշմարիտ Աստծուն խոսքի միջոցով, ոչ թե մարդի գարձիկի վրա տնենք մեր ճանաչողությունը դեպի Աստված։ Ամեն։ Սիրելիներ, եկեղեցի երթալով, մոմ վարելով մենք չենք ճանչնար Աստծո։ Միայն անի բարդականություն է, օրենք է, այն գրոնի կդառնա։ Գրոն է, ոչ թե կդառնա, այլ գրոն է, ճիշտ փարիսեցիներու նման։ Բայց Աստված մեզի ստեղծեց իր պատկերով, որպեսզի իր զավակները իր հետ հաղորդակից լան։ Ամեն։ Ուրեմն, ինչ գիտություն է ասիկա, որ Աստված ըսավ։ Արդյոք միայն Աստվածաշունչի համարները գիտնալն է։ Ոչ, սիրելիներս, Աստծո ճանչնալն է եւ իր խոսքի համաձայն ապրիլը։ Փարիսեցիները գիտեին խոսքը, ինչպես որ Հիսուս ըսավ, նայենք Մատթեոս ավետարանի 20-րդ գլխու 3-րդ համարի մեջ, տեսնանք Հիսուս ինչ ըսավ։ Այո, պիտի գարտամ Մատթեոս ավետարանի 20-րդ գլխու 3-րդ համարի մեջ Հիսուս ինչ ըսավ փարիսեցիներու համար։ Ուրեմն, ինչ որ ցեզի ըսեն, որ բահեք, բահեցեք ու ըրեք, բայց անոնց գործերուն պես մի ընեք, վասնզի գսեն ու չեն ըներ։ Այստեղ Հիսուս Քրիստոս ինչ ըսել կուզե։ Փարիսեցիները Սուրբ Գիրքը գիտեին, համարներ գիտեին, բայց գրոնական բաներ գնեին, օրենքով կշարժեին, այսինքն, բայց իրենց սիրտը Աստուծմե հերու էր։ Ինչպես որ Հիսուս Քրիստոս ըսավ Մատթեոս ավետարանի 15-րդ գլխու 8-րդ համարի մեջ, այս ժողովուրդը իր շրթունքներով զիս կպատվե, բայց իրենց սիրտը հերու է ինձմե։ Այս խոսքը Հիսուս Քրիստոս ըսավ Մատթեոս ավետարանի 15-րդ գլխու 8-րդ համարի մեջ։ Աստված չի փնտրեր սիրելիներ մեր հերանը, Աստված կփնտրե մեր սիրտը։ Ամեն։ Սիրելիներ, գհիշեք այդ արագը, որ Հիսուս պատմեց Ավետարան Ղուկաս 10-րդ գլխու 38-րդ համարի մեջ Մարիամի եւ Մարթայի մասին։ Մարթան շատ սպաղած էր, ան գծարայեր եւ կպատրաստեր, գհոգար, դան կորձերը, անոր ծառայությունը սխալ չէր, բայց Մարթան այնքան սպաղած եղավ ծառայությամբ, որ անհանգստացավ եւ նեղվեցավ։ Իսկ Մարիամ նստած էր Հիսուսի ոտքերուն քով եւ գլսեր իր խոսքը։
Մարտան ասավ Հիսուսին. «Դեր, քու հոգը չէ, որ իմ քույրս զիս մինակ թողուց սպասավորության մեջ, ուստի անորս է, որ ինձի օգնե»։ Բայց Հիսուս ինչ պատասխանեց սիրելիներս. «Մարթա, Մարթա, շատ բաներու համար գհոգաս, գնեղվիս, բայց մեկ բան պետք է, եւ Մարիամ բարի բաժինը ընտրեց, որ իր մե պիտի չառնվի»։ Սիրելիներ, Հիսուս չասավ, թե ծառայությունը վատ է, բայց այն ցույց տվավ, թե ծառայությունեն առաջ պետք է իր մոտ նստենք եւ իր խոսքը լսենք։ Գնանք շատ գործերնել, շատ ծառայել, շատ սպաղած լալ, բայց եթե Աստծո խոսքով չլեցվենք, մեր հոգևոր տեղահատը չառնենք, մեր սիրտը գրնա Մարթայի նման անհանգստանալ, խաղաղություն չունենալ, գիտություն չունենալու պատճառով մենք մեր նույնիսկ Աստծո սերը խաղաղությունը չենք ճաշակեր։ Մարիամը ընտրեց բարի բաժինը, ընտրեց Հիսուսի ներկայությունը, ընտրեց Աստծո խոսքը։ Ամեն։ Երբ մենք ամեն օր կնստենք Տիրոջ ոտքերունքով, կգարտանք Աստվածաշունչը եւ կլսենք իր ձայնը, մեր սրտերը կլեցվի հավատքով, խաղաղությամբ եւ իմաստությամբ եւ կվայելենք իր սերը։ Հալելույա, ամեն։ Սիրելիներս, եթե մենք չգարտանք, չգերագրվենք, մեր հոգիները կտկարանա, չէ՞։ Որևէ մեկ փորձության ժամանակ մենք խոճապի կմատնվենք, վախի, կասկածի, քանի մենք չենք սպառազինված, եւ Սատանան շատ շուտ կկործանե մեզ, եւ կասկած կբերի Աստվածաշունչի խոսքի նկատմամբ։ Ինչպես եղավ առաջին Ադամի ժամանակ, Ադամը խոսքի վրա չիգեցավ, եւ Սատանան Եվայի կասկածի մատնեց եւ այդտեղ մեղքը մտավ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ուրեմն մենք գիտենք, որ այս երկրի վրա կթակավորե Սատանան, եւ Սատանան մրնչող արյուծի պես է։ Պիտի գարտանք եւ պիտի տեսնենք, որ կապացուցե խոսքը։ Ուրեմն այս խոսքը գրված է առաջին տուղթ Պետրոսի 5-րդ գլխու 8-րդ համարի մեջ, եւ Հիսուս Քրիստոս մեզի կզգուշացնե։ Գսե. «Արթուն գեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը Սատանան մրնչող արյուծի պես կբդդի ու կփնտրե, թե ով գլե»։ Ամեն։ Այս խոսքը մեզի կզգուշացնե, որ մրնչող արյուծի պես է Սատանան եւ կշրջի, բայց Աստված իր ժողովուրդը անզեք չէ ցկած, սիրելիներս, մեր ցերկը դված է Հոգին Սուրը, իր խոսքը, Աստծո խոսքը փափուկ խոսք մը չէ միայն։ Այո, Աստծո խոսքը զորավոր է եւ պիտի գարտամ Եբրայեցիս 4-րդ գլխու 13-րդ համարի մեջ եւ պիտի տեսնանք։ Ուրեմն այստեղ գսե. «Վասնզի Աստծո խոսքը գենթանի է, զորեղ եւ ամեն երկսայրե սուրեկ գդրուկ»։ Ամեն։ Ուրեմն սերինս, երբ թշնամին գուքա, մենք ալ Հիսուսի պես գսենք, քրված է խոսքի հիմնան վրա։ Խոսքը ճշմարիտ է։ Այո, երկսայրե սուրեկ գդրուկ է։ Հալելույա, ամեն։ Ուրեմն խոսքը մեր զենքն է։ Ինչպես զինվորը պատերազմելու գելած ժամանակ ինքը բարապ ցերկով չէ լար, ինքը զենքեր կվերցնե։ Խոսքը ինքնին մեր զենքն է։ Ուրեմն նայենք երկրորդ Ադամը, Հիսուս Քրիստոսը, երբ Սուրբ Հոգին գողմեն դարվեցավ անապատ, որպեսզի Սատանային գողմե փորձվի։ Այս խոսքը պիտի գարտամ Մատթեոս ավետարանի 4-րդ գլխու 2-րդ համարեն։ 40 ցորեկ ու 40 գիշեր ձոն բահելեն ետքը անոթեցավ Հիսուս։ Երրորդ համարը պիտի գարտամ, փորձողը անոր մոդենալով ասավ. Եթե տուն Աստծո որդին ես, ըսե որ այս քարերը հացը լան։ Անիկա պատասխան տվավ ու ասավ. Քրված է, թե ոչ միայն հացով գաբրի մարդ, հաբա այն ամեն խոսքով, որ Աստծո բերնեն գելլե։ Ամեն։ Այն ադեն Սատանան արավ դարավ Զանիկա Սուրբ քաղաքը եւ գայնեցուց Զանիկա տաճարին աշտարակին վրա ու ըսավ անոր. Եթե տուն Աստծո որդին ես, քեզ ասկե վարձկե, վազնզի քրված է, թե իր հրեշտակներուն պիտի աբսպրե քեզի համար, որ ցերկերուն վրա վերցնեն քեզ, որբեսի չլա թե ոտքդ քարի զառնես։ Հիսուսը ասավ անոր. Դարձյալ քրված է, թե քու դեր Աստվածը չփորձես։ Ամեն։ Երրորդ փորձությունը։
Սատանան նորեն արավ հանեց Զանիկա խիստ բարձր լերամը վրա եւ վերցուց ներողություն եւ ցցուց անոր աշխարի բոլոր թակավորությունները ու անոնց փառքը ու ըսավ անոր ասոնք ամենը քեզի պիտի դամ եթե ինաս ինձի երկրբակություն անես այն ադեն Հիսուսը ըսավ անոր Եդիս կնաս Սատանա վասնզի քրված է թե քու դեր Աստուծոյիդ երկրբակություն անես ու միայն Զանիկա բաշտես ամեն Այն ադեն Սատանան Զանիկա թողուց եւ հրեշտակները եկան ու անոր սպասավորություն գնային Սիրելիներս Հիսուս ինքնին գրնար հրաշքներ չէ ինքը Աստված լալով բայց մարդացած էր ինքը հաղթեց Սատանային քրված է ասելով խոսքի շնորհիվ հաղթեց Սատանային Եթե սիրելիներս Սատանան գիտե խոսքը ափսոս է որ մենք չգիտնանք Եթե համեմատենք Սաղմոս 91-րդ ասված մեր պաշտպանը 91-րդ Սաղմոսի 11-րդ համարի մեջ նույն խոսքը գսե որ երկրորդ անգամ որ փորձություն ըրավ Սատանան Հիսուսին նույն խոսքը այստեղ գրված է եթե համեմատենք վասնզի իր հրեշտակներուն պիտի աբսպրե մեզ քեզի համար որ քու բոլոր ճամփաներուդ մեջ քեզ բահեն անոնք ցերկերուն վրա պիտի վերցնեն քեզ որ չլա թե ոտքդ քարի զառնես ուրեմն այս խոսքը գրված է 91-րդ Սաղմոսի 11-րդ եւ 13-րդ համարի մեջ եթե Սատանան խոսքը գիտե սիրելիներս ափսոս է որ մենք չգիտնանք Աստվածաշունչը չսերդենք չուսումնասիրենք որովհետեւ մենք զորանանք եւ սպառազինվենք եւ Սատանային թեմ ելանք եւ մեր զենքերովը սպառազինված գործանենք Այո Սատանան չուզեր մենք որ զորանանք Սատանան չուզեր որ մենք մեր զենքերով խոսքով գործանենք գործանիչին Սատանան գսե գրոնի պես երթանք մեր մոմը վարենք մեր աղոթքը անենք բայց այդտեղը չկա գիտություն ինչպես որ Աստված ասավ գիտություն չունենալու պատճառով իմ ժողովուրդս գործանվեցավ Այստեղ գիտություն չկա, մոն վարելը քեզի գիտություն չի դար, մոն վարելը քեզի ճանաչողություն չի դար թեպի Աստված։ Աստծո խոսքը, լսելը, հաղորդակցությունը, Աստծո հետ ճանչնալը, մդերմությունը, իր սերը վայելելը, զորություն է սիրելիներս, զորություն է։ Հագեք այդ զորությունը։ Ամեն։ Սիրելիներս Որոշում տանք այսօրն է, որ մենք գարտանք եւ գիտություն ունենանք, որպեսզի գիտություն չունենալու պատճառով չգործանվենք։ Այո, որպեսզի չկարողանա գործանիչը մեզ գործանել եւ մեր ընտանիքները գործանել։ Մենք զորանանք Աստվածաշունչի խոսքի հիմնան վրա։ Ամեն։ Ուրեմն առաջին ատամը խոսքի մեջ չմնաց եւ մեղքը մտավ աշխարհ։ Իսկ երկրորդ ատամը որն է Հիսուս Քրիստոս հաղթեց խոսքով ամեն Սիրելիներ եթե մենք ուզենք մեգումը ճանչնանք չէ որ մի քանի անգամներ կտեսնվենք կհաղորդակցենք որպեսզի մդերմություն ունենանք եւ իր այդ անձը այսինքն ճանչնանք մեր հայրնա կսպասե որ իր զավակները մդերմանան իր հետ Քանի Աստված ստեղծեց իր պատկերի նկատմամբ, որպեսզի իր զավակները հաղորդակից լան, չէ։ Ոչ թե փորձության ժամանակ, խնդրի ժամանակ մենք գարձիկ առնենք մարդոցմե։ Մարդը մեզի ովևէ լուծում չի կնար դարսելիներս։ Մենք առնենք մեր լուծումները, մեր խնդիրներու, դակնապներու ժամանակ մեր կյանքի աղբյուրեն, մեր զորության աղբյուրեն առնենք պատասխան, որպեսզի մենք հաղթողները լանք։ Երբեմն գսեն ժամանակ չունենք Աստվածաշունչ կարդալու։ Ժամանակ ինչպես կանցնի չեն գսկար։ Ադարսերիները սուտ է, սատանային սուտն է։ Այսօր կգարտամ, վաղը կգարտամ, այսպեսով օրերը կանցնի, սիրելիներս անպայման 24 ժամվա մեջ գրնաս մի քիչ ժամանակ տրամադրել, որպեսզի ճանչնաս, քո ստեղծագործող Հորը ճանչնաս, որպեսզի վայելես իր քուրքուրանքը, իր սերը։ Ինչպես չենք ուզեր այդ հայրը, որ մեզի շնորհել է ընտանիք,
դված է գյանք, դված է շունչ քեզի եւ ինձի, բարգեված է ամեն օրհնություններով, քո շրջապատով, քո սիրելիներով, ինչպես չենք ուզեր այդ հորը ճանչնար սիրելիներս, ինչպես որ սեղանի վրա դրված է դեսագավոր բդուղներ կամ քաղցրավենիքներ, պետք է որ մենք համդեսենք, չէ, ամեն մեկ այդ բդուղեն պետք է մեկականատ ուտենք, որովհետեւ մենք քիտնանք, զանազանենք։ Նույնպես Աստվածաշունչի մեջ օրհնություններ տված է Աստված մեզի զանազան, բայց եթե մենք չհամդեսենք, մենք սիրելինս չենք զորանար։ Անոր համար Աստված կսե Ովսեա 4 գլխով 6-րդ համարի մեջ. Իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով կգործանվի։ Ոչ թե թշնամիի պատճառով, ոչ թե սատանայի պատճառով, այլ ինքնին գիտություն չունենալու պատճառով կգործանվի։ Ամեն։ Այսօր մարդիկ շատ քրիստոնյաներ կսիրեն Աստված, բայց չեն գիտեր թե Աստված ինչ ասած է։ Անոնք կվախնան անեծկե, չարաճկե, սնահավատությունները, որովհետև խոսքը չեն գիտեր։ Բայց երբ Աստծո խոսքը կփնագի մեր մեջ, մեր վախը կփախչի։ Հիսուսը ասավ Ավետարան Հովանու 8-րդ գլխու 32-րդ համարի մեջ։ Նայենք Հիսուս ինչ ասավ 32-րդ համարի մեջ. Եվ ճշմարտությունը պիտի գիտնաք ու այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Ամեն։ Դարձյալ Հիսուս ասավ, աղոթեց Ավետարան Հովանու 17-րդ գլխու 17-րդ համարի մեջ. Սրբեզանոնք քու ճշմարտությունովդ, քու խոսքդ ճշմարտություն է։ Ամեն։ Սիրելիներ, Աստված այսօր մեզ կհրավիրե դուրս գալու անգիտութենե։ Բավարար չէ միայն եկեղեցի գալը, բավարար չէ միայն ուրիշներու քարոզը լսելը։ Պետք է անձամբ բանանք Աստվածաշունչը, գարտանք եւ աղոթենք Սուրբ Հոգին մեզ առաջնորդե ճշմարտության։ Թող մեր բերանին վրա լա այդ զենքը, որ Հիսուս գործածեց։ Քրված է այդ խոսքը միշտ մեր զենքը ըլլա։ Ամեն։ Ուրեմն, սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր Աստծո խոսքը մեզ զսկուշացուց։ Իմ ժողովուրդս գիտություն չունենալու համար գործվեցավ, փնաչինչ եղավ։ Ամեն։ Այո, Հիսուս հաղթեց սատանային, որովհետև իր սիրտը լեցուն էր Աստծո խոսքով։ Եթե մենք ուզենք հաղթական կյանք ապրել, պետք է ամեն օր գարտանք, հոգևոր սնունդ ստանանք, սորվինք եւ ապրենք Աստծո խոսքով։ Ամեն։ Այսօր Տերը մեզ կհրավիրե վերադառնալու իր խոսքին։ Թող մեր դուները լեցվին Աստվածաշունչի ընթերցումով, մեր սրտերը հավատքով եւ մեր կյանքը հնազանդությամբ։ Ամեն։ Եկեք աղոթենք սիրելիներս մեր երկնային Հորը եւ ստանանք օրհնությունները Տիրոջ մե, վայելենք իր հայրական սերը։ Ամեն։ Հայր մեր, շնորհակալ ենք քու կենթանի եւ ճշմարիտ խոսքիդ համար։ Կխոստովանենք, որ շատ անգամներ ավելի լսեցինք աշխարհի ցայնը, քան քու ցայնդ։ Ները մեզ եւ նորոգե մեր սրտերը։ Դեր, մեզի դուր քու խոսքիդ ծարավ եւ սեր։ Փանա մեր միտքը, որբեսի հասկանանք Սուրբ եւ Սուրբ Հոգիով առաջնորդե մեզ ամբողջ ճշմարտության մեջ։ Ամեն։ Մեզ ազատե խաբեութենե, մոլորութենե եւ ամեն սուտ ուսուցում է։ Օգնե, որ Հիսուսի պես ամեն փորձության ժամանակ մենք ալ համարձակությամբ ասենք քրված է։ Օգնե մեր ընտանիքները, մեր զավակները եւ քո ամբողջ եկեղեցին, որբեսի ըլլանք ժողովուրդը, որ քեզ կճանչնա, քու խոսքդ կսիրե եւ քու գամքդ կկատարե։ Այս բոլորը կխնդրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Թող Տեր օրհնի ձեզ եւ իր խոսքը խորաբես արմատավորե ձեր սրտերում մեջ։ Ամեն։